Ահա, վերադարձանք տաղավար, իսկ հիմա արդեն ճիշտ ժամանակն է, որպեսզի դիմավորենք մեր առաջին հյուրին։ Այո, իսկ ես ներկայացնեմ, թե ինչի մասին ենք զրուցելու։ LinkedIn Local միջազգային ֆորմատի networking միջոցառումների շարքը 2024 թվականին Հայաստանում եւ տարբեր հայկական համայնքներում ձևավորել են նոր արդյունքահեն կապեր կառուցելու մշակույթ եւ ստեղծել իրական համագործակցությունների հարթակ եւ այս տարի եւս շարունակվելու է այդ միջոցառումների շարքը։ Մենք այս ամենի մասնավորի մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ, խոսքը Գոր Կարապետյանի մասին է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, մարքետոլոգ, հաջողության թաքնված կողմը եւ պրոակտիվ առաջնորդը գրքերի հեղինակ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հիմա դասական դարձած հարցին անդրադառնանք։ Ինչ է սա։ Ինչի մասին է խոսքը, ինչպես եղավ գաղափարը 2024-ին ինչ հաջողություններ գրանցեցինք, հետո կգանք արդեն 2025 թվական։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հրավերի հնարավորության համար։ Ինչ է սա, սա իմաստալից արդյունավետ եւ խորքային բիզնես կապեր ստեղծելու հարթակ է։ Իրականում միտքը մենք չենք խորինել, LinkedIn սոցիալական ցանցից է ի հայտ եկել, մի երիտասարդ որոշել է իր on-line ընկերներին հանդիպել off-line, վարձել է հյուրանոց, տարածք, ունեցել են ելույթներ, հետո այդ միջոցառումը կրկնվել է տարբեր քաղաքներում, սկսվել է Ավստրալիայից եւ արդյունքում հարթակը LinkedIn-ը բրենդավորել է կամ ֆորմատ է ստեղծել եւ հիմա ամբողջ աշխարհում արվում է դա LinkedIn Local New York, London եւ մենք որոշեցինք դա անել Երևանում, բայց մինչեւ կանենք Երևանում արեցինք Լոս Անջելեսում 2024 թվականին Առաջինը տեղի ունեցել Լոս Անջելեսում, հետո նոր Երևանում։ 2024 թվականի սկզբին գործընկերոջս Էմիլ Կրյանի հետ մենք պատվիրակության հետ ԱՄՆ-ում էինք եւ որոշեցինք այստեղից մեկնած պատվիրակության եւ տեղի գործարանների միջև կապեր ստեղծել։ Պատվիրակությունը մեծ էր։ Մոտ 40 հոգի, բայց ոչ բոլորը մասնակցեցին, մոտ կեսը, այո։ Բայց ընդհանուր միջոցառմանը մասնակցեց մոտ 100 հոգի եւ տուն չէին գնում, ասում են Երևանյան մթնոլորտ է։ Իսկ Գլենդելում եւ Լոս Անջելեսում շատ շուտ են քնում։ Այսպես շատ արդյունավետ էր։ Հետո այդ էներգիայով, սիներգիայով մենք անցյալ տարի ապրիլի 24-ին արեցինք Երևանում, շատ հետաքրքիր վայրում եւ մասնակցեց մոտ 300 արդեն գործարար եւ ինչպես ասում են C-level manager, այսինքն այս միջոցառումը որոշում կայացնող մարդկանց համար է, ուսանողների համար չէ, ուղղակի լավ մասնագետների համար չէ, բիզնեսում որոշում կայացնելու մանդատ ունեցող մարդկանց համար է, որպեսզի կապերը արագ վերածվեն արդյունքի։ Այսպես եւ արդյունքներ գրանցվել են 2024 թվականից։ Գրանցվում են, այնտեղ 100 հոգի մասնակցեց, չէին ուզում գնալ, այստեղ ապրիլի 24-ին ճիշտ լսեցի։ Չէ, անցյալ տարի ապրիլի 6-ին ենք արել։ Ապրիլի 6-ին, շատ լավ։ Այստեղ հետո արդեն 300 հոգի եկան, ինչ արդյունքներ են գրանցում, ինչ ընթացք ունի։ Շատ լավ հարց եք տալիս։ Գոհացնում է ձեզ արդյունքները, թե ոչ։ Եվ մասնակիցներին գոհացնում է արդյունքները։ Իրականում այո, եւ որպես օրինակ բերեմ, որ այս տարի երբ որ մենք միջոցառումը ստեղծեցինք, արդեն առաջի 2-3 օրում նախավաճառքի թիվը ամբողջությամբ փակվեց նախորդի մասնակցած մարդկանց հաշվին։ Այսինքն ոգևորությունը շատ մեծ է, արդյունքներ շատ կան, մենք լսում ենք տարբեր պատմություններ նոր ստեղծված բիզնեսի, մարդկանց մասին, ովքեր առաջ չեն ունեցել հանդիպել կամ դժվարություն են ունեցել իրար հանդիպել եւ գործարք են կնքել։ Ու այդպիսի մի շարք պատմություններ մենք հավաքագրում ենք եւ կիսում ենք մեր սոցիալական ցանցերի էջերում։ Ընդ որում թե ԱՄՆ-ում, թե այստեղ։ Այսինքն արդյունքներ կան, մեզ գոհացում են թե չէ, ավելի մեծ արդյունքներ ենք ցկտում, դրա համար մենք որոշել ենք անել ամեն տարի։ Եվ ոչ միայն Երևանում, այլ քաղաքներում եւս։ Շրջագայություն եք գնալ, նաև շրջագայություն է լինելու բացի Երևանից, նաև մեկնելու եք Լոնդոն։ Այո, բայց մինչև դա եթե թույլ կտակ, ես նոր եմ վերադարձել Չինաստանից, որտեղ այդ ցանցը ընդհանրապես չկա, էլի մի միջազգային միջոցառման շրջանակում կազմակերպեցի մոտ 10 երկրների պատվիրակությունների միջև, բայց Չինաստանում այդ նույն միջոցառումը կազմակերպեցի, չէ, այնտեղ կան որ ավելի շատ հենց միջազգային դելեգատների շրջանում էր, մոտ 50 հոգի մարդիկ էին, բայց շատ արդյունավետ կապեր ստեղծվեց։ Ինձ դուր եկավ այն միտքը, որ Չինաստանում առաջին նորից մեր հայրենակիցը ինչ որ շատ լուրջ գործողություններ է սկսում։ Դա արդեն կարևոր շուկա է, խնդրում եմ այդ ուղղությամբ ավելի լուրջ։ Ես ես նորից ուրախացնեմ, ես մոնիտորինգ եմ արել ամբողջ աշխարհի այդ միջոցառումները, որ արվել են,
ամենագեղեցիկը, մասշտաբայինը եւ ներկայանալի լինելը, արժանի լինելուն մեր միջոցառումն է եղել։ Մենք նույնիսկ նոմինացվել ենք միջազգային միջոցառումների հարթակում, ինչ որ մի կատեգորիայում հիմա սպասում ենք արդյունքներին։ Մեզ մնում է մենակ հաջողություն մաղթել։ Նման միջոցառումների ընթացքում ինչպես հասկանալ եւ տարբերակել իրական, այսպես ինչպես բացատրեմ, իրական համագործակցությունը ցուցադրականից։ Հենց այդ networking-ի ժամանակ պետք է հասկանալ որն է այդ ցուցադրականը, որն է իրականը, որտեղ է ճիշտը եւ սխալը։ Հիմա տեսեք, մինչեւ ստեղ գալը, քան որ դուք ինձ հետաքրքիր եք, ես ուսումնասիրել եմ ձեր էջերը LinkedIn սոցիալական ցանցում։ Մենք չկանք LinkedIn սոցիալական ցանցերում։ Ես պատրաստվել եմ ձեզ հետ հանդիպելուն, ես պատրաստվել եմ ձեզ հետ թեմա առաջ բերելուն, նաև պատրաստվել եմ, եթե անհրաժեշտություն լինի, կիսվելու եւ օգնելու ձեզ։ Ես նմանատիպ միջոցառումներում գնում եմ նման դիրքավորմամբ, եթե այնտեղ կան մի քանի մարդիկ կամ ինչ-որ կատեգորիա, որոնք ինձ հետաքրքիր են, ես պատրաստված եմ գնում։ Զինվում եք։ Այո, եւ դա զրույցի ժամանակ արդեն երևում է։ Իսկ երբ որ դու մարդու հետ զրուցում ես, ինքը անդադ հեռախոսի մեջ է, անունը 3 անգամ նույն զրույցի ժամանակ հարցնում է, բոլորս այդ խնդիրը ունենք, որտեղ կենտրոնացման հարց է։ Երևում է, որ այդքան հետաքրքրություն չկա։ Բայց պատկերացրեք, եթե դուք զրուցեք փոքրիկ հուշումներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Նախ պատրաստված գնալ, երկրորդը այս փոքրիկ հուշումներին էլ ավելի ուշադիր լինել։ Դե եթե պատրաստված էլ գնում ես, արդեն ուշադրություն ես գրավում, դիմացինին ցույց ես տալիս քո մտավոր հնարավորություններն ու մնացած այլ գործիքները, որ պատրաստված ես եկել, որը բերում է միայն գոհունակության, դա հոգեբանորեն այսպես, դա հոգեբանորեն զենք, այսպես ասեմ։ Էլ ինչ հուշումներ կարող եք տալ։ Տեսեք, իմ երկրորդ գրքի վերնագիրն է պրոակտիվ առաջնորդը։ Ես շատ եմ կարևորում պրոակտիվությունը։ Ես ինքս ինտրովերտ եմ ու այդպեսի ընդունված Դուք ինտրովերտ եք։ Այդպեսի ընդունված կարծրատիպ կա, որ ինտրովերտները շփվող չեն։ Ինտրովերտները իմաստալից կապեր են փնտրում։ Ոչ թե ուղղակի աղմուկ ամբողջ, այլ թիրախային մի քանի հոգի, ում հետ կարող են զրուցել հետաքրքրության իրենց շրջանակի եւ այլնի մասին։ Բայց այդտեղ ամենակարևորը բանը թերևս եթե ես կարող եմ ասել, այն մարդիկ, ովքեր խնդիր ունեն, պետք է զարգացնենք այդ պրոակտիվությունը, նախաձեռնող լինելը։ Նույնիսկ եթե մարդը ինչ որ ասոցիատիվ դու տեսնում ես, բայց քո նախորդ հանդիպումների կամ կյանքի փորձի հիման վրա ինչ որ ասոցիացիաներով ինքը քո դուրը չի գալիս, բայց ինքը կարևոր է քո համար, դու պետք է նախաձեռնես ձեր սեղմում։ Դու պետք է նախաձեռնես բարի ժպիտ, պետք է փորձես անկեղծ հարցնել ինչպես է։ Առաջի 2-3 անգամը լավ չի ստացվի, բայց հետո կստացվի։ Փորձես անկեղծ հարցնել, դա շատ լավ է։ Բայց հարցնելուց բացի նաև լսես թե մարդը ոնց է։ Իհարկե։ Վերջին շրջանը, որովհետև երբ որ հարցում են ոնց է, ես կես կատակ, կես լուրջ ասում իրոք։ Ձեզ հետաքրքիր է ես ոնց եմ, կամ այդ հարցը որ տալիս եք իրոք ձեզ հետաքրքիր է թե դիմացին է ոնց է։ Ռետորական հարց է։ Չէ, որովհետև ժամանակն է, մեղադրելու չի մարդկանց։ Չէ, դեմքի արտահայտությունը աչքերը ամեն ինչ վատնում են, գիտես, միանգամից մատնում են, որ դա անկեղծ է թե ոչ։ Անկեղծությունը միանգամից դիմացինը կարող է զգալ։ Հետո ուզում ենք հրամցնել մեր հայրենակիցներին, որ չգիտեմ, արևելքի կամ առհասարակ լավ, Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների կողմից եկած այդ ժպիտները կարելի է ժպտալ, բայց այդ ժպիտը տակ չես հասկանում որն է անկեղծը, որը չէ։ Լավ չի մեր հայրենակիցների դեմքի, դեմքից ամեն ինչ երևում է, ամեն ինչ կարդում ես, անկեղծությունը, դժգոհությունը լավ չի։ Այստեղ կեղծավորության մասին չի, դիրքավորման մասին։ Եթե որ պատկերացրեք գնում եք աշխատանքի հարցազրույցի ու ձեր նշված դիրքավորմամբ, շնորհավորում եմ դուք չընդունվեցիք աշխատանքի։ Եվ հակառակը, եթե դուք անդադ կեղծ ժպտում եք, եւս դա խնդիր չի, բայց մենք պետք է train անենք ինքներս մեզ, դա բիզնես էթիկա է, վարժեստ է, դուք շատ ճիշտ եք ու դրանք ինչպես նաև սկզբում նշեցիք, դրանք գործիքներ են, որոնք որ պետք է մարդ միշտ իր գրպանում ունենա ու տիրապետի այդ գործիքներին եւ զինված պետք է գնա։ Միանշանակ նմանատիպ միջոցառումները հաստատ այն մարդկանց, ովքեր ունեն հետաքրքրություն կամ ունեն ձգտում այդ ոլորտում հաջողությունների հասնելու, միանշանակ պետք են այդ մասնակցությունը, որպեսզի ձեռք բերեն նաեւ ձեր կամ չգիտեմ մյուս այլ մասնագետների կողմից
փոխանցվող գիտելիք։ Ձեզ հետաքրքիր է Բայց մենք Լոնդոնի չենք խոսում, ես անընդհատ ուզում գնամ Բայց մենք դեռ չենք գնացել։ Երևան չենք եկել։ Հա, այո, մենք դեռ Երևանում միջոցառումը չենք անցկացրել։ Հայաստանում միջոցառման մասնակիցները շատ ավելի пассив են կարծում եմ, քան օրինակ Միացյալ Նահանգներում կամ օրինակ Չինաստանում, որ պատմեցի։ Ինչի հետ է դա պայմանավորված։ Պասիվ ընդհանուր հետաքրության թե միջոցառման ժամանակ։ Հենց միջոցառման ժամանակ։ Հասկացա ձեր հարցը։ Կա նման բան, բայց կա նաև դրա լուծումը։ Ինչպես մենք նախնական զրույցի ժամանակ նշեցինք, մենք հայերս ասում ենք, որ շփվող ենք, բայց իրականում շփվում ենք այն մարդկանց հետ, ում ճանաչում ենք եւ մեզ հաճելի։ Դա միանշանակ է Իսկ սա հարթակ է, որ դու ուզենաս թե չուզենաս շփվես մարդկանց հետ, ովքեր այդ դահլիճում են։ Պայմանական 300 հոգի է, մոտ 100 հոգու հետ դու 2 ժամվա ընթացքում ինտենսիվ կապի մեջ ես։ Մենք տեսանյութեր ունենք, այդ թվում նաև հանրայինի պատրաստած, որտեղ երևում է, ինչպես են մարդիկ կլոր սեղանների շուրջ 1 րոպեվա ընթացքում ներկայացնում իրենց, լսում դիմացինի, հետո փոխում սեղանը։ Մի քանի անգամ։ Ու դու լինես էքստրովերտ, ինտրովերտ, ունենաս բիզնես էթիկա թե չունենաս, կա ֆորմատ, որը քեզ ստիպում է, որ դու մտնես այդ միջոցառման եւ դու զգաս առնվազն մի քանի տասնյակ կոնտակտներով քո բջջային հեռախոսի մեջ ու նաև մարդկանց ում դու անունով եւ գործունեությամբ հստակ հիշելու ես։ Այո, եւ լինես ծանոթ թե անծանոթ, այնուամենայնիվ ստիպում է ֆորմատը շփվելու, պատմելու միանշանակ։ Հիմա գնանք Երևան, թե գնանք Լոնդոն։ Եկեք Երևան գնանք։ Եկեք գնում ենք Երևան, ամփոփում ենք, որ հունիսի 6-ին երկու գարդուսում, այո, մոտ ամբողջ օրվա միջոցառում է ինքը, շատ հետաքրքիր բացում, ունենք Սփյուռքից լավ խոսնակ, Շվեյցարիայից հայտնի մի բրենդի ներկայացուցիչ, որ հայ է, ինքն է խոսելու, ես եւ գործընկերս որպես միջոցառման կազմակերպիչ, այնուհետեւ լինելու է 2 ժամ այդ ինտենսիվ շփման հատվածը, մյուս նորարարությունը, կամ որ ինքը միջազգային ֆորմատի է, մենք իմիջիալոց անցյալ տարի եւ այս տարի եւս շփվում ենք Սփյուռքի գրասենյակի հետ եւ այս տարի ներգրավելու ենք նաեւ դեսպանների, մոտ 1 տասնյակ դեսպանների, փոխդեսպանների կամ տնտեսական կցորդ ատաշե թե չեմ սխալվում իրենց, որպեսզի հայ գործարարը հնարավորություն ունենա ինչ-որ մեկ դավադ խմիչքի շուրջ շփվել ԱՄՆ դեսպանի կամ X երկրի դեսպանի հետ։ Մյուս նորարարությունը այս տարի որ անելու ենք, բացի այդ նշվածներից, Հայաստանում կայացած եւ հաջողված գործարարներ մոտ 1 տասնյակ լինելու են մենթոր կարգավիճակով։ Տարբեր ինդուստրիաներից, ենթադրենք հորեկա, IT եւ այլն, եւ եթե մարդուն հետաքրքիր այդ ոլորտում կայացած որևէ մի անձնավորության հետ շփվել, այդ հնարավորությունը ինքը ունենալու է։ Եվ օրը եզրափակվելու է շատ գեղեցիկ համերգով։ Ես կարծում եմ եւ առաջարկում եմ, որպեսզի ավելի հետաքրքրացնենք մեր այսօրվա զրույցը եւ առասարակ անելիքները, Լոնդոնից երբ որ վերադառնանք կարող ենք ամփոփել թե արդեն հունիսի անցկացված Երևանյան մեր միջոցառումները, թե արդեն Լոնդոնի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ձեզ լավ ենք մաղթում, նաև հաջողություններ ձեր բոլոր ծրագրերին, Չինաստանի շուկայի մասին, բայց լավ լուրջ մտածեք, որ իրոք դա մեզ պետք է։ Մենք շարժվենք առաջ, կունենանք երաժշտություն, որից հետո կվերադառնանք, մի փոքր ձեր հետ կզրուցենք ու կշտապենք խոսքը փոխանցել մեր գործընկերներին։